Որն է մեր ընտրական մշակույթի համառոտագիրը։ Ընդդիմությունը միշտ համարում է, որ մենք հերթական անգամ պարտակեցինք երկրի ապագան, իշխանությունն էլ մատնանշում է թերությունները, խոստանում է շտկել դրանք, փոխում է ընտրական օրենսգրքի մի քանի դրույթ, վերջերս նաև սահմանադրությունը։ Իսկ այժմ այս ամենի մասին մի քիչ ավելի երկար։ Բարի տեսանք։ 3000 ես էլ 400։ Վերջել ես ինձ ուրվա աշխատանք այլի գումարա։ Շատ բանով կախված է թե ովքեր են այդ մարդիկ լինելու։ Ասենք Հրանտ Մաթեոսյանը լինի, կամ ասենք Խաչատուր Աբովյանը լինի, կամ Թումանյանը։ 5000, 10000, հիմա նույնիսկ ասում են 50000։ Փողերը իրան սոցումա ծառայելն ապետ, փող այլի ծախսում եք։ Դրաստամատն ընդդեմ Հայկանդուղտի 370 բնակիչ ունեցող գյուղը կանգնեց լուրջ երկընտրանքի առջև, ամուսինը թե տիկինը։ Ովքեր իբրև թե մասնակցում էին այդ ընտրական պրոցեսին, դրանք նշանակված մարդիկ էին։ Այնպես հարիկսեր չկծեն։ Եվ այսպես Հայաստանում տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները ընդհանուր առմամբ մեկ քայլ առաջ են։ Այսպես են բնորոշում մեր ընտրական մշակույթին կողքից հետևողները։ Եթե հաշվի առնենք, որ մենք ունեցել ենք 6 նախագահական, 6 խորհրդարանական ընտրություններ եւ 3 հանրաքվե, նշանակում է առաջ ենք անցել 15 մեծ քայլ։ Ընթացքում եղել են նաեւ փոքր քայլեր։ «2013 թվականն է, Հայաստանի գրողների միությունում ընտրություններ են։ Ստեղծագործական միության 11-րդ նախագահի ընտրությունն ուղեկցվեց աղմուկով ու բողոքարկումներով։ Գրողների միության քարտուղար գրականագետ Պետրոս Դեմիրճյանը նմանություններ տեսնում է ստեղծագործական և քաղաքական կառույցների ընտրությունների միջև։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինակով միության անդամները նույնպես չեն սիրում նախապես ծանոթանալ թեկնածուների ծրագրերին։ Այսինքն դու նույն հաջողությամբ կարող ես ձայնը տալ նրան կաշառքի միջոցով 5000, 10000, հիմա նույնիսկ ասում են 50000, 500,000 էլ որ լինի դա արդյունք չի տալու, որովհետև նա համոզմունքով չի գալու քո հետևից։ Այսօր գումարը կվերցնի, քվեարկի մյուս օրը կասի ես ինչ վատ իշխանություն է։ Մշակութաբան Վարդան Ջալոյանը մեծ կապ է տեսնում գրողների և ընտրությունների միջև։ Նրա կարծիքով սոցիալապես և քաղաքականապես պատասխանատու գրողները քիչ են։ Մենք գրականության մեջ շատ քիչ դեմոկրատ գրողներ ունենք։ Այսինքն մարդիկ, որոնք խոսում են ազգախավյանից, ասենք Հրանտ Մաթեոսյանը լինի, կամ ասենք Խաչատուր Աբովյանը լինի, կամ Թումանյանը։ Արքմենիկ Նիկողոսյանը 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Պարտաճանաչորեն մասնակցել է բոլոր ընտրություններին, շատ դեպքերում ոչ միայն որպես ընտրող, այլև հանձնաժողովի անդամ կամ թեկնածու։ Ընտրությունները նա բնորոշում է Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությամբ։ B կուսակցությունը ավելի շատ է սիրում մեր ժողովրդին եւ պայքարում է A կուսակցության դեմ մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար, G կուսակցությունը բոլորի շատ է սիրում մեր ժողովրդին եւ պայքարում է A եւ B կուսակցությունների դեմ մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար եւ այդպես ասում է համընդհանուր սիրով շրջապատված մեռնում է սովահար մի ժողովուրդ համակուսակցական սիրով շրջապատված։ Գրականագետը պատճառը փնտրում է ոչ թե համապետական ընտրությունների քվեատուփերում, այլ օրինակ ուսումնական հաստատություններում։ Գիտես իրա հորքուրը կամ չգիտեմ հորողբերը ռեկտորատում աշխատում է, արդեն դաբրոն ունի։ Այսինքն նույնատիպ խոսակցություններ, որոնք կային եւ կան համապետական ընտրությունների ժամանակ։ Ընտրություններն անհանգիստ են անցնում ոչ միայն մշակութային օջախներում։ Փաստաբանների պալատում վերջերս կայացած ընտրությունը նույնպես վիճահարույց անցավ։ Քվեարկությունն այստեղ ռեյտինգային կարգով էր անցնում։ Քվեարկությունից հետո չէին դադարում ասուլիսներն ու քննարկումները։ Ընդհանուր առմամբ անցել է շատ բարձր մակարդակի։ Գործընկերոջը հակառակ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեծ հիասթափություն է ապրել եւ ինքն իրեն խոստացել է այլևս չմասնակցել նմանատիպ ընտրության։ Ես շատ մեծ հույս ունեի, որ փաստաբանները Հայաստանում դա այն զանգվածն է, նախ կրթված է բնականաբար, երկրորդը հասկանում է ինչ է նշանակում ընտրություն եւ ինչի համար է այդ ընտրությունը։ Ցավոք երկու անգամ եմ մասնակցել ընտրություններին եւ երկու անգամ էլ համոզվել եմ, որ նույնիսկ այդպիսի մասնագիտացված միավորումը չունի այդ ընկալումը։ Ապրիլի 2-ին մեր ընտրական մշակույթի հերթական ստուգատեսին կհետևեն 18 տեղական եւ 1 միջազգային դիտորդական կազմակերպություններ։ Այս ցանկը դեռ վերջնական չէ։
Այս տարվա փետրվարին Հայաստանի շուրջ 4 տասնյակ հասարակական կազմակերպություն կոչով դիմեցին Սփյուռքին ընտրություններում որպես դիտորդներ գրավելու համար։ Սրանք էլ մեր ընտրական մշակույթի նոր առանձնահատկություններից են։ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։ Մեկ կուսակցություն, դաշինք կամ կոալիցիա ունենում է մանդատների բացարձակ մեծամասնություն։ Նոր խորհրդարանում կայուն մեծամասնությունը կազմվում է առնվազն 54%-ի առավելությամբ։ Եթե ոչ մի կուսակցություն 54%-ից ավելի ձայն չի ստանում եւ 7 օրվա ընթացքում կոալիցիա չի ձևավորվում, տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ, ամենաշատ քվեհավաքած երկու ուժերի միջև։ Հաղթողը ստանում է այնքան մանդատ, որ մնացած բոլորի համեմատ ունենա 54% առավելություն։ Նոր օրենսդրությամբ ազգային ժողովի պատգամավորների թիվը նվազագույնը 101 է։ Պատգամավորական տեղերը կարող են ավելանալ, որևէ ուժի կայուն մեծամասնություն դառնալու հաշվին։ Ընտրության առարկան քննարկում ենք Գանե Շագոյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տեսնում եք մեր հանրային կյանքի ընտրությունները, իրականում դրա հակառակներ կա, մենք տեսնում ենք, թե ինչպես են շռնդալից եւ 100%-անոց ձայներով կուսակցապետեր ընտրում, սա ինչ է նշանակում, մենք պարտվել չգիտենք։ Կարծում եմ, որ պատասխանը ոչ թե պարտվել-չպարտվելու մեջ է, այլ այն, որ մենք, այսպես ասած, հիբրիդային տեսակի հասարակություն ենք, որը նահապետական, պատրիարխալ պայմաններից փորձում է դուրս գալ ժամանակակից կամ մոդեռն աշխարհ։ Այս փոքր խմբերի ընտրությունները լինեն ուսխորհուրդներ կամ տարբեր տեսակի մասնագիտական խորհուրդներ, շատ նման է գյուղական ընտրությունների, որտեղ դու ընտրում ես ոչ թե գաղափարներ, այլ խումբը, կլանը, թայֆան կոպետ ասած, այլ ոչ թե մարդուն, գաղափարը եւ այն հեռանկարը, որը անմիջապես քեզ որպես այդ ինստիտուցիայի անդամի վրա պիտի ազդի։ Դուք բնորոշում ասեցիք, դե դեղատոմսն էլ ասեք։ Դեղատոմսը ընդհանուր զարգացման մեջ է, էվոլյուցիայի մեջ է։ Մենք չենք կարող սպասել, որ ինչ-որ մի բան անմիջապես կփոխվի, բայց այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուրիս կամքից։ Ինքը հասարակությունը մեր խորքային առումով շատ ավելի ավանդական հասարակություն է, քան մոդեռն հասարակություն։ Եվ բացի այդ, որpիսի քո հասարակությունը զարգանա որևէ տրամաբանության մեջ, շատ բան է կախված նաև իշխանական վերնախավից եւ այն համակարգից, որը պարտադրվում է։ Մեր իշխանությունները սկսած 90-ականներից մինչ օրս եւ ամբողջ ընտրական process-ի տրամաբանությունը գնում է կոնտրմոդեռնիզացիայի տրամաբանությամբ, երբ որ մեր այս ընտրական համակարգը վերականգնեց եւ ավելի ուժեղացրեց գերդաստանային, կլանային, ազգակցական ցանցերը, որոնք 80-ականների վերջ ամենաշատն էին նվազել համեմատ մինչև եղած շրջանը։ Իսկ քաղաքում նույնիսկ ավելին ինքը ստեղծեց զուգահեռ ոչ ֆորմալ այսպես ինստիտուցիաներ, սկսած համատիրությունները, որոնք դարձան կուսակցական կցորդ, թաղային հեղինակություններ, որոնք դարձան հայտնվում են, երևում են, ինչպես ես ասեցի, ընտրությունների ժամանակ ես դու հանկարծ տեսնում, թե ինչից է բաղկացած քո հասարակությունը։ Ջրի երես են դուրս գալիս հենց ընտրությունների շրջանում եւ հետո էլի գնում են ընդհատակ, դուք մեկ է իրանց հանդիպում եք հաջորդ ընտրությունների ժամանակ։ Որ հարցերն են ավելի շատ քննարկվել մեր այս գնացող խորհրդարանում, պետաիրավական, տնտեսական, հարկային, որոնք են ամենակիչ փոփոխված օրենքները, գիտություն, մշակույթ, բայց քիչ չեն գիտության ու մշակույթի գործիչները ազգային ժողովում։ Սա ընդհանրապես ցույց է տալիս այս քննարկվող հարցերը, թե որոնք են ընկալվում այս խորհրդարանում նստած մարդկանց անձնական հետաքրքրությունները, որ հարցերն են ընկնում իրենց հետաքրքրությունների դաշտ։ Մեր զրույցը կշարունակենք կարճ դադարից հետո։ Իրեք 1000 ես էլ 400։ Վերջ էլ ես ինձ օրվա աշխատանք այլի գումարա։ Շատ բանով կախված է թե ովքեր են այդ մարդիկ լինելու։ Այնես հարիկսեր չկծեն։
ուղղակի ամեն մեկը իր 5000-ն է վերցնում կամ իր մուրաբանն է վերցնում կոպիտ ասած այս տրամաբանությամբ է այդ բանը շարժում։ Դե մենք այսին չկարա գրում տայսին ծերերը, այստեղ որ ստրիպ այինա։ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությամբ երկրի կառավարումը նախագահականից անցել է դեպի խորհրդարանական համակարգ։ Փոխվել են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների գործառույթները։ Ազգային ժողով ընտրվում է 5 տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով։ Առնվազն 101 պատգամավորից կազմված ազգային ժողովն է ընտրելու վարչապետին եւ նախագահին։ Վարչապետի թեկնածու առաջադրում է կայուն խորհրդարանական մեծամասնություն կազմած քաղաքական ուժը։ Վարչապետի եւ կառավարության լիազորություններն ավելացել են։ Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Վարչապետն է գլխավորում նաեւ անվտանգության խորհուրդը։ Հանրապետության նախագահը ազգային ժողովի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ։ Նախագահը իր լիազորությունների ժամկետում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։ Ազգային ժողովն է ընտրում գլխավոր դատախազին 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։ Ազգային ժողովն է ընտրելու սահմանադրական դատարանի 9 անդամներին, 3-ը հանրապետության նախագահի, 3-ը կառավարության, 3-ը դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։ Շարունակում ենք քննարկել ընտրության առարկան Գայանե Շագոյանի հետ, տեսեք նոր սահմանադրությունը եւ նոր խորհրդարանը նոր քաղաքական մշակույթ մտցրին։ Մենք անցնում ենք խորհրդարանական համակարգի եւ այս դեպքում էլ մենք ունենք որոշակի նորություններ, կանանց դերի ակտիվացում խորհրդարանում, ազգային փոքրամասնություններին հատկացվող պատգամավորական տեղեր, սա ինչ է, նոր քաղաքական մշակույթ, թե օրենսդրական լուծումներ։ Սրանք իմ համար գոնե միանշանակ օրենսդրական լուծումներ են, որովհետև մենք այդ փորձը ունեցել ենք նաև խորհրդային շրջանում։ Եվ ընտրվողների համար, եւ հանրության համար, ովքեր որ իբրև թե մասնակցում էին այդ ընտրական process-ին, դրանք նշանակված մարդիկ էին։ Այս դեպքում ես կարող եմ ասել շատ հաճախ դրսից էլ է պարտադրվում, որ լինեն, ասենք, չգիտեմ, կանայք, ազգային փոքրամասնություններ եւ այլն, եւ իրենց միջոցով այդ ներկայացությունը ապահովի։ Դա կարող է որևէ դրական տեսականորեն կարող է դրական ինչ-որ արդյունք ունենա եւ շատ բանով կախված է թե ովքեր են այդ մարդիկ լինելու։ Երբ կունենա։ Երբ կունենա, դրա համար անհրաժեշտ է համաչափ զարգացում տնտեսության, բնակչության, ինչքան աղքատ է քո բնակչությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ դու ընդհանուր զարգացման տրամաբանությունից դուրս ես մնում։ Որպեսզի մենք ունենանք լիիրավ ընտրող, մենք պետք է ունենանք բարվոք քաղաքացի։ Տեսեք, ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո շատ մասնագետներ իսկապես աշխատում են։ Լրագրողները, դիտորդներ կան, քաղաքագետներ կան, ինչ եք անում դուք։ Ասեմ, որ ազգագրագետները առաջիններն էին, որոնք անդրադառնում են այս process-ներին որպես ուսումնասիրության առարկա, ոչ միայն Հայաստանում էին նրանք այդ իմաստով առաջադեմ, այլ ընդհանուր հետխորհրդային տարածքում ունա։ Ասենք նույնիսկ թե ինչպես են խախտվում, հա, ընտրությունների կանոնները, օրենքները եւ ինչ տարբերակով են այդ խախտումները տեղ ունենում, դա շատ հաճախ ավելի լավ ցույց է տալիս, թե ինչ տիպի հասարակություն դու ունես։ Մի փոքր օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Օրինակ, ես նայում եի տարբեր գյուղերում, թե ինչ տեսակի ընտրակաշառքներով են մարդիկ բավարարվում։ Եվ պարզ է դառնում, որ այն գյուղերը, որտեղ կա որոշակի սոցիալական կապիտալ, այսինքն երբ որ մարդիկ իրար մեջ կարող էին պայմանավորվել, նրանք իրենց կաշառքը վերցնում էին ամբողջ գյուղի համար, գյուղի ընդհանուր շահերից ելնելով, այսինքն կաշառքն էր ճանապարհ սարքել, չգիտեմ, դպրոց կառուցել եւ այդ տիպի մի բան, որից շահում է գյուղը որպես մի ամբողջություն եւ դա էլ նաեւ պատասխան է, որ շատ գյուղեր միանգամից ունեն 90%, 80%, դա ընդհանուր բոլորի շահերն է։ Այն գյուղերում, որտեղ սոցիալական կապիտալը ավելի ցածր է, այսինքն իրար մեջ չեն կարողանում պայմանավորվել, դրանք
ֆորմալ առումով ստացվում է ավելի դեմոկրատական, բայց իրականում ուղղակի ամեն մեկը իր 5000-ն է վերցնում կամ իր մուրաբանն է վերցնում, կոպիտ ասած, այս տրամաբանությամբ է այդ բանը շարժվում։ Սա ուղղակի որպես մի եզրակացություն այն բանի, որը մենք ստանում ենք այսպես խորացված ազգագրական հետազոտությունները, որը պահանջում է մի քիչ ավելի երկար ժամկետ։ Շնորհակալություն զրույցի համար։ Այժմ անդրադառնանք մեր ընտրական մշակույթի ամենազարմանալի դեպքերից մեկին։ Ինչ էր կատարվում Մուցկ գյուղում 5 տարի առաջ եւ ինչ է կատարվում այսօր։ Աշուրես տալի։ Շաշես խանտուլակուդն։ Սյունիքի մարզի Մուցկ գյուղում 16 տարի գյուղապետի Աթոռի մենաշնորհը Դրաստամատ Նավասարդյանինն էր։ Առաջադրվում էր միանձնյա, ընտրվում միաձայն։ Այս տարվա թիմ ընտրություններին վերջապես հակառակորդ թեկնածու ունեցավ։ Թշնամին տնից էր։ Դրաստամատի կինը, Տիկին Հայկան Դուխտը, 38 տարվա կողակիցը, 36 տարվա մանկաբարձը։ Սա էլ ինձ համար հպարտությունա, որ տնի չանցնի, եթե կա։ Գլխի ես մեկ ասում եմ, որ փորձիր ինչ արիր, այդ ինձ է։ Դե դա դարդը թողեմ սրտի մեջ մնա, համենայն դեպս այդքան վատ չեմ զգում։ Դրաստամատն ընդդեմ Հայկան Դուխտի 370 բնակիչ ունեցող գյուղը կանգնեց լուրջ երկընտրանքի առջև։ Ամուսինը թե Տիկինը։ Ձայների առույցի բաժինը հասավ Դրաստամատ Նավասարդյանին, ամուսնուն։ Հայկան Դուխտն ու կողմնակիցները այս անգամ պարտվեցին։ Կներես, կյանքն այդ ինձ էլի, հիմա որ դու հաղթանակ ես, դա ինձ համար կներ շատ ամաչին։ Բայց որ ես եմ հաղթանակի, դա տղամարդություն է։ Ինչը տղամարդուն է, այլ դա է, տղամարդուն է պատի։ Փորձը փորձանք չի, համենայն դեպս ես ողջ եմ, ապրես, պետք է ճակատիդ կենացը, քո պարտության կենացը 10 անգամ։ Ապրես ողջ։ Հայկան Դուխտ Կիրակոսյանը պատվով է ընդունել սեփական պարտությունը։ Նա գյուղացիների հետ միասին բաժակ է բարձրացրել, շնորհավորել ամուսնուն վերընտրվելու կապակցությամբ։ Ընտրությունների արդյունքներից հետո գյուղապետի համար ընդդիմությունն ամենուր է գյուղում, տանը ու նույնիսկ գիշերը քնած ժամանակ կողքին։ Ինչպես իսկական ջենտլմեն Դրաստամատը մեծ հաղթանակից հետո պարտված մրցակցին ու տիկնոջը սերենադ է նվիրում։ Հայկան Դուխտն ու Դրաստամատը, բարև ձեզ։ 4 տարի անց Դրաստամատի ու Հայկան Դուխտի մոտ շատ բան է փոխվել։ Այն ժամանակ կինը նաև մրցակից էր, հիմա համախոհ։ Դե հա ես եմ ընտրվել։ Այդ աշխատավարձը նույն ընտանիքում մտնում, լավ, ես ինչ մանամ, ինչ էլ անի, ինչ պետք է անի։ Անցյալ տարի թիմ ընտրություններում Հայկան Դուխտի փոխարեն Դրաստամատի դեմ էր դուրս եկել համագյուղացի Վահան Մայլյանը։ Մարդուկին դաշինք կազմեցին ու ձայների 62-121 հարաբերակցությամբ հաղթանակ տոնեցին։ Դժվար մրցակից համարել ոչ տիկնոջս, ոչ իմ նախորդ մրցակիցներին, ոչ այսօրվա մրցակցին։ Այսօրվա դրության բնակիչներն է, ինքը ըմբռնում ում է ընտրի։ 4 տարի առաջ, երբ Դրաստամատը հաղթեց իր կնոջ Հայկան Դուխտին, Մուցքում ապրում էր 270 ընտանիք, հիմա մնացել են 230-ը։ Այն ժամանակ գյուղը ուներ 5 դպրոցական, այս տարի դպրոց է գնացել 11 աշակերտ։ Արձակվեցի։ Այնից հարիկցես չկծեն։ Դրաստամատն ու Մուցկը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Ամեն մի կուսակցություն, երբ ընտրաշավի է դուրս գալիս, մտածում է, որ ինքը միակն է եւ անփոխարինելի է։ Դե ամեն մեկ իր համար չի կարող այդպես միանգամից իր կարծիքը հայտնել, այդ ուրիշը պետք է գնահատի։ Ընտրացուցակով այստեղ 249 ընտրող կա, 8 տարվա մեջ 7 ընտրող է պակասել։ Քվեարկությանն էլ մասնակցում է լավագույն դեպքում 200-ը։ Ոչ միայն մեր գյուղը, այլ հանրապետության բնակիչները լսելուց ասում են, դե ինչի չպետք է խոսա, գյուղապետը աշխատավարձ աստանում, էդ էլ կողքից եկողա պետք է խոսա, այլ հո այս պետությանը, կառավարությանը չի քննադատ, բայց ես ազնվորեն եմ ասում, աշխատող մարդը չի մեռնում։ Փողերը իրան ծոցում է, ծառայելն էլ աղբետ, փողը հալի ծախսում ենք։ 17 տարվա գյուղապետը տեսել է 3 նախագահական, 3 խորհրդարանական եւ 4 թիմ ընտրություններ։ Նա արդեն փոխարինող է պատրաստում մեծ քաղաքականության դասական կանոններին համաձայն։ Մեր հաշվի պահանջը ծանոթանալ երրորդ տարի աշխատում է։ 26։ Հաշվիչը Դրաստամատի խորհրդանիշն է, գյուղի համեստ ելքն ու մուտքը անում է միայն դրա միջոցով։ Մեքենաների գույքահարկա տրվել է 30-ը 3000 ստվերային տնտեսություն, ինչ ստվերային այն մարդ, մեր տալիս են չեկարակ գրում տալիս են ծերը, այստեղ որ ստվերայինն է։
Ըստ ընտրական օրենսգրքի ԱԺ-ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակի ամեն երրորդ թեկնածուն պետք է իգական սեռի լինի։ Մուտքի ներքին քաղաքական դաշտում այս դրույթը չի կիրառվում, եւ Հայկան Դուխտը պատրաստվում է իր ուժերով անցնել գյուղապետարան հաջորդ ընտրություններում։ Ընտրություններին առանձնահատուկ դեր ու նշանակություն է ստանում հայերենը։ Քարոզարշավի ժամանակ մեր լեզուն ծաղկում է։ Սրընթաց ավելանում են ություններով վերջացող բառերը, անցյալ եւ ներկա ժամանակաձևերը կորչում են եւ բոլորիս վրա իշխում է ամենազոր ապառնին։ Ինչ են խոսում մեզ այդ թեկնածուները եւ ինչ են հուշում նախընտրական կարգախոսները կիմանանք հաջորդ անգամ։ Մնացեք բարյավ։